Я не буду долго говорить, значит, я вырос сиротой. Շատ երկար չեմ պատմի, ես որբ եմ մեծացել։ Я с детства знал все. Ես փոքր տարիքից ամեն ինչ գիտեի։ Не было проблем. Չկար ոչ մի խնդիր։ Я просто увидел, дядя купил кушать, что-то продукты купил, и он складывать, он положил сюда бумажник. Ես տեսա, որ մի մարդ ուղակի մթերք էր գնում եւ нկատեցի, որ իր դրամապանակը դրեց գրպանում։ Я вытащил этот бумажник у него. Ես այդ դրամապանակը հանեցի նրա Я об этом գրպանից։ потом много вспоминал и раньше, потом, если бы мне поломали бы руку, было бы, наверное, проще тогда бы. Ես հետո երկար տարիներ հիշում էի դա եւ եթե այդ պահին իմ ձեռքը կոտրեին ավելի լավ կլիներ։ И я пошел в этот мир. Եվ ես հայտնվեցի այդ У меня еще կյանքում։ еще братья, у меня были 3. Ես ունեի 3 եղբայրներ։ Один умел открывать любые замки без ключа. Մեկը կարող էր բոլոր այդ կողպեքները բացել։ Третий умел документы подделывать там. Երրորդը ուղակի կարողանում էր բոլոր փաստաթղթերը կեղծել։ Но, в общем, этот мир лежит возле. Այս երկիրը չարի մեջ է, չարիքի մեջ է։ И мне старые воры, которые в дедушке, отцы годились для меня, Եվ այդ հին գողերը, ովքեր որ ինձ պապիկ էին գալիս, հայր էին գալիս, они мне говорят: Геночка, ты правильно сделал, что ты пошел по этому пути. նրանք բոլորը ինձ ասում էին, որ Գենադի դու ճիշտ ես արել, որ այս ճանապարհով ես И գնացել։ меня учили многим вещам. Եվ շատ баներ էին ինձ սովորեցնում նրանք։ Ты не делай наколок себе, Նրանք ասում էին, որ այդ դաջվածքները մի արա քեզ վրա, потому что ты делаешь паспорт для тех, которые тебя будут искать. որովհետև դու դրանով ուղակի անձնագիր ես տալիս բոլոր նրանց, ովքեր որ քեզ փնտրելու են, Принимают не по татуировкам. որովհետև նրանք քեզ ընկալելու են, ճանաչելու են հենց քո դաջվածքների И պատճառով։ они мне свидетельствовали еще. Եվ նրանք վկայում էին ինձ, Он պատմում говорит: я էին, украл кошелек. ասում էր ես դրամապանակ գողացա, И потерпевшая пришла в полицию, милицию. եւ տուժվածը եկել էր ոստիկանություն։ И говорит: у меня украли кошелек. Եվ ասում էր իմ դրամապանակը գողացել են։ А кто, вы помните? Նրանք ասում էին իսկ ով, հիշում Она եք։ говорит: нет. Նա ասում էր ոչ, А չեմ может հիշում։ быть, вы помните, татуировка была? Նրանք такая? հարցնում էին իսկ գուցե դաջվածքներ ուներ, հիշում Она եք։ вспомнила: да, говорит, помню. Եվ նա հանկարծ հիշում էր այդ տուժվածը ու ասում էր այո, հիշում եմ А они դաջվածքները։ знают, кто сейчас на свободе. Իսկ նրանք գիտեն ովքեր այդ Они դաջվածքներով разложили արդեն ազատության մեջ են։ как карты эти Նկարները фотографии. դնում էին նրա առջև И քարտերի она պես, нашла меня, вот этот человек. եւ նա գտնում էր տուժվածը եւ ասում էր ահա այս մարդը Он говорит: դաջվածքներով։ я после этого еще 40 кошельков украл. Եվ այդ մարդն ասում էր ես դրանից հետո 40 դրամապանակ եմ գողացել։ Он говорит: если бы не было этой наколки, меня бы не вычислили. Եվ եթե այդ դաջվածքները չունենայի, ինձ չէին И գտնի։ я смотрел на этот кусок стекла, думал, может, сейчас кожи кусок вырезать. Зачем она мне Եվ нужна? ասում է ես ուզում էի ուղակի մի հատ ապակու կտոր գտնել ու այդ դաջվածքը վերացնել։ И это, знаете, что это действует намного лучше, чем любые убеждения родителей, еще кто-то, которые будут говорить: тебе не накалывайся. Եվ гիտեք դա ավելի ազդեցիկ էր գործում, քան ծնողների խորհուրդը, որ չգնաք եւ չանեք այդ դաջվածքները։ Во-первых, спрашивается: для чего ты это будешь делать? Առաջին հերթին հարց է առաջանում ինչու դու դա պիտի Кого անես։ ты хочешь представлять? Ում ես դու ուզում ներկայացնել։ Представляют жизнью, как ты правильно ведешь в этой жизни себя. Ներկայացնում են իրականում կյանքով, ինչպես тебя ես դու везде ներկայացնում примут. ես քո կյանքով։ Я это слушал. Եվ քեզ կընդունեն, ես դա լսել եմ։ И когда со мной хотели, говорит: Гена, мне с тобой хорошо везет, у нас всегда деньги есть. Եվ ինձ հաճախ ասում էին, որ Գենադի, գիտես, քեզ հետ լավ հաջողվում է, մենք А я, բավականին փող я ունենք։ видел, что у него разрисованы руки, пальцы. Եվ ես տեսնում էի, որ այդ դաջվածքները նրա ձեռքերին կային, Я մատներին говорю: կային։ братан, я тебя очень уважаю, Եվ ես ասում էի, եղբայր, քեզ շատ հարգում եմ, но я в тюрьму сам могу легко без тебя сесть. բայց ես առանց քեզ էլ կարող եմ բանտ նստել, Потому что, вы понимаете, ты даешь повод. որովհետև դուք հասկանում եք, դու առիթ ես տալիս Ты դրա։ лучше будь в той двери, а я буду в этой двери. Դու ավելի լավ է եղիր дրանային кողմում, ես Мы այս друг друга կողմում։ не знаем. Մենք իրար չենք Дело ճանաչում։ не в этом. Բայց հարցը драնում չէ։ Ну, как бы там ни было, меня вычислили, меня поймали. Բայց իհարկե ինձ гтան, ճանաչեցին եւ Меня не ձերբակալեցին։ поймали прямо когда я уже выходил, мне закрутили руки, говорят: уголовный розыск. Եվ երբ ես դուրս եկա, արդեն инձ ուղակի ձերբակալեցին եւ А я им ասում որ говорю: դա вы խոսում хулиганы какие-то, что вы делаете? Եվ ես ասեցի դա խուլիգանություն է, այդ ինչ եք անում։ Меня посадили. Ինձ ուղակի նստեցրին բանտ։ Вы знаете, это было в Беларуси. Դա Բելարուսիայում էր։ Я сам родился в Карелии, возле Ленинграда.
Карелия. Карелия, Yes, это где возле Ленинграда. Լենինգրադի հատ տարածքում Некоторые у գտնվող нас Կորելիայում родились, էի։ да, и там это наша родина. Եվ Но մեզ այնտեղ когда էինք։ я остался без родителей, уже 12 лет, я уже был в Белоруссии. Բայց երբ որ արդեն 12 տարեկան էի հասակ вот- էի արել, արդեն Բելարուսիա Да. գնացի։ И когда меня посадили, потом я сидел второй срок в Казахстане. Երկրորդ այդ բանտային այդ սրոկը ես ուղակի նստեցի արդեն Ղազախստանում։ Кстати, я немножко помню, я там в Казахстане, там в Азии очень много было разных карманников, приезжали, мы как братья были с Армении тоже, вот, ну их уже давно нет, они даже постарше меня были, это 70-е годы были. Այն ժամանակ Конец. 70-ականներին Ղազախստանում շատ գրպանահատներ կային եւ գալիս էին մենք կարծես եղբայրներ էինք ճանաչում էինք И, իրար։ кстати, когда я сидел в Джамбульской тюрьме, Джамбул, город Джамбул, да, в тюрьме сидел. Բանտում էի նստած ինչ որ քաղաքում Ջամբլու անունով։ И там я познакомился с Артуром, он тоже армянин. Ես ծանոթացա մի հայ եղբոր հետ, Արտուր էր անունը։ Ему принесли передачу. Եվ նրան И был там բերում такой էին ուտելիք էին բերում лаваш был, и курица там եւ была կար жареная. մեծ լավաշ եւ հավ։ Я первый раз попробовал в тюрьме. Այնպես որ Лаваш. լավաշը ես առաջին անգամ Но вы բանտում եմ знаете, ճաշակել։ я его помню вкус этот. Բայց ես հիշում եմ այդ համը մինչև այսօր։ Но это всего надо, конечно, хорошее надо помнить. Բայց իհարկե լավը պետք է հիշել։ Я не знаю, Артур, может, чуть-чуть меня старше, я не знаю, если бы я встретился с ним, я бы сегодня сказал бы, кто я, как Бог поменял мою жизнь. Արտուրը մի փոքր ավելի տարեց էր ինձանից եւ եթե ես հիմա հանդիպեի իհարկե կասեի Աստված ինչպես փոխեց կյանքս։ Это был 1978 год еще Դա тогда. 1978 թվականն էր։ И к нам в камеру пришел другой человек, еще один человек. Եվ մեր բանտախուցը եկավ մեկ այլ մարդ։ Вы знаете, всегда везде знакомиться. Դե ամենտեղ կարելի է ծանոթանալ։ И знакомились даже, знаете, вот Иона, который побежал в другую сторону, в корабль сел и уехал. Եվ ինչպես Հովնանը, որ փախավ մեկ այլ կողմ, հայտնվեց նավի մեջ, Но Иона был не только пророк, но он принес проблему в этот корабль. նա ոչ միայն մարգարե էր, այլ նա նաև խնդրեմ բերեց, խնդիր բերեց այդ И նավի։ эту проблему стали все понимать. Корабль начал качаться сильно. Եվ նավը սկսեց տատանվել ծովի ալիքների վրա, որտեղ այդ խնդիրը բոլորը սկսեցին հասկանալ։ И эта вода из моря начала входить в этот корабль. Եվ ծովի ջուրը лցվում էր նավի մեջ այդ ժամանակ։ Нет, когда мы плывем в море или в реке, это нормально. Когда лодка в реке, это нормально. Եթե նավակը գետի վրա է, ծովի մեջ է, մենք լողում ենք, դա նորմալ է։ Но когда вода уже в Բայց лодке, это երբ որ ненормально. ջուրն է արդեն հայտնվում нավի մեջ, И вот эту проблему он принес и начал раскачиваться. Они начали спрашивать. նա այդ խնդիրը բերեց նավի մեջ եւ նրանք սկսեցին հարցնել ով նա։ Слушай, от кого проблема такая? Ումից է այս խնդիրը։ И они бросали жребий. Եվ նրանք սկսեցին վիճակ գծել։ Находят его, ты что, спишь? Եվ գտնում են մեկին, գտնում են Հովնանին, ասում են ինչ է դու քնած ես։ А он очень глубоко залез в трюм и спал там, Իսկ նա շատ сильно. խորն էր գնացել նավի մեջ ու քնել էր այնտեղ։ Библия говорит, что возлюбленному дает своему сон, да? Եվ Աստվածաշունչն ասում է, որ Տերը իր սիրելիին քուն է տալիս, Но հանգիստ է у տալիս։ него другой был сон. Բայց նրան ուրիշ քուն էր սպասում, նա Его ուրիշ պատճառով подняли. էր քնել։ Նրան Подняли, говорит, արթնացրին։ слушай, тут проблема, ты что спишь? Նրանք ասացին մենք խնդրի մեջ ենք, իսկ դու քնած ես։ И когда узнали, что через него, Եվ որ հասկացան խնդիրը նա է, что нам делать с тобой? ինչ անենք քեզ հետ ասացին։ Выбросьте меня туда. Նա ասաց գցեք инձ ծովի Точно մեջ։ так же в каждой тюрьме, везде, и мы тут тоже знакомимся друг с другом, всегда. Այնպես որ Это- ինչպես բանտում, այստեղ нույնպես մենք ծանոթանում ենք մեկս մյուսի հետ։ И пришел, значит, я увидел человека, который зашел в камеру. Ես տեսա մի մարդու, ով մտավ մեր բանտախուցը։ Он для меня тогда как отец годился по возрасту. Նա տարիքով հայրս կարող էր լիներ, այդքան տարիք է, տարիքով։ Он уже в тюрьме отсидел столько, сколько я прожил тогда. Նա արդեն բանտում նստել էր այնքան, ինչքան ես ապրում էի այդ Но вы ժամանակ։ знаете, երկրի я վրա։ увидел в этом человеке то, что не увидел во многих зэках. Բայց ես այդ մարդու մեջ տեսա մի բան, որ մյուս բանտարկյալների մեջ չէի տեսնում։ За несколько сроков тюрьма не сидела в этом человеке. Բայց այդքան տարիների ընթացքում, որ նա նստել էր բանտը նրա մեջ չէր Мы говорим, հայտնվել։ слушай, ты, наверное, не тот какой-то. Ты не туда попал, наверное. Եվ ես նայում էի այդ մարդուն ու ասում էի, դու երևի ճիշտ տեղում չես հայտնվել, եղբայր։ А он говорит, я сижу за Слово Божье. Իսկ նա ասաց, որ ես այստեղ եմ հայտնվել Աստծո խոսքի պատճառով։ Скорняков Яков Григорьевич такой был. Скорняков Яков Скорняков. Григорьевич. Յակով Սկարնիկով, Գրիգորի, այդպես էր И դրանը։
Этот человек уже, может, 3 или 4 или 5 раз сидел за Слово Божье. Նա արդեն 5 անգամ կարծում եմ բանտ էր նստել Աստծո И խոսքի համար։ смотрите, независимо, где он находился, Եվ չնայած նրան թե որտեղ էր նա гտնվում, главное, кого он представлял կարևոր էր թե ում էր նա ներկայացնում и кто находился в нем. եւ ով էր գտնվում նրա ներսում։ Бог его ни на одну секунду не оставлял. Աստված նրան մեկ վայրկյան անգամ չէր թողել։ Если вы читаете Слово Божье, Եթե դուք կարդում եք Աստծո խոսքը, я посылаю вас как овец среди волков. ես ուղարկում եմ ձեզ որպես գառներ գայլերի մեջ։ Каждый срок он находился среди волков. Ամեն իր այդ բանտային տարիները նա անցկացրել էր որպես գառ Но Бог գայլերի сказал, մեջ։ не прикасайтесь к моим помазанникам. Բայց Աստված ասել էր չդիպչեք իմ օծյալին։ Это охрана Божья. Դա Աստծո պաշտպանությունն է։ Я думаю, что вы кушаете тоже икру некоторые. Դուք ձեզանից ոմանք կարծում են որ խեցգետնի Но է если խավիար икра, ուտում она եք, в океане, допустим, и что ее сохраняет? Ее оболочка сохраняет, чтобы вода туда не прошла իսկ вниз, ինչն է в середину. պահպանում այդ խավիարը, ինչն է պահպանում այդ իր ծածկույթն է, որ թույլ չի տալիս որ И ջուրը она մտնի ներս։ камни трет водой, все. Но вот эта оболочка сохраняет жизнь, которая внутри. Նա ամբողջությամբ գտնվում է ջրի մեջ, բայց այդ իր ծածկույթը թույլ չի տալիս որ ներսը վնասվի։ Это говорит о том, что Иисус, Господь говорит, с руки Отца моего никто у вас не украдет. Նա սա այն է որ Հիսուսն ասում է իմ հոր ձեռքից ձեզ ոչ մեկ չի խլի։ Он говорит также, и с моей руки вас никто Եվ не նա украдет. ասում է нույնպես որ իմ ձեռքից ոչ մեկ չի Вы խլի имеете ձեզ։ жизнь вечную Դուք ունեք հավիտենական կյանք и никогда не умрете. եւ երբեք չեք մեռնի։ Жизнь моя не кончится в могиле, Իմ կյանքը չի ավարտվում գերեզմանում։ на которой вырастет трава. Այնտեղ որտեղ խոտ է աճելու։ Я воскресну, люди дорогие, Ես հարություն եմ առնելու սիրելի մարդիկ, потому что Библия права. Аминь. որովհետև Աստվածաշունչը ճշմարիտ է։ Я думал, может, с ним попаду в один лагерь. Ես մտածում եի, որ նրա այդ նույն ճամբարում կհայտնվեմ։ Его отправили. Նրան տարան։ Но я видел, как он молился. Բայց ես տեսնում եմ ինչպես են Я աղոթում։ никогда не видел, как люди молятся. Ես երբեք дրանից առաջ չէի տեսել մարդիկ И ինչպես когда են он, աղոթում։ не стесняясь, он встал на колени, Եվ там նա на չէր нарах. ամաչում, նա ծնկի եկավ հենց այդտեղ։ Знаете, камера был человек под 50 где-то. Այդ ամեն մի բանտախցում 50 մարդ կար առնվազն։ Сразу стало, первый раз, наверное, за всю историю тюрьмы, она вся замолчала, все замолкли. Եվ առաջին անգամ այդ բանտախցում ուղակի ձայն այլևս չկար, երբ այդ մարդը աղոթում Затушили, էր։ кто курит. Другие Ովքեր որ ծխում էին հանգցրեցին ծխախոտը։ сверху начали смотреть на нижнюю, как он молится. Իրենց այդ մահճակալների վրայից ուղակի բոլորը նայում էին ներքև, թե ինչպես է այդ մարդը աղոթում։ Где бы мы ни были, мы должны представлять не Որտեղ էլ страну մենք и լինենք, республику, мы должны представлять Иисуса. Որտեղ էլ մենք լինենք, մենք ոչ թե երկիրը պիտի ներկայացնենք, այլ մենք պիտի Աստծուն Он ներկայացնենք говорит, Հիսուսին։ что вы мой народ, Նա ասում է, որ մենք նրա ժողովուրդն ենք, и я ваш пастырь. եւ ես ձեր հովիվն եմ։ Сегодня об этом говорилось, об этом. Այսօր դրա մասին խոսվեց։ Но мы попали, говорится, в разные места, но тем не менее, вот этот свет, который был там, он зажегся в моей чуть-чуть, осветил мою страну тени, темноты. Մենք իհարկե տարբեր ճամբարներում հայտնվեցինք, բայց այն լույսը, որ այդ մարդու հետ եկել էր այդ բանտախուցը, վառվեց իմ խավար տեղերում իմ կյանքի իմ սրտի։ Но опять, когда я выходил, мы не знали, кто где, брат какой сидит там, или мы даже не знали тогда. Բայց մենք իհարկե երբ որ գնում էինք, մենք չգիտեինք այդ եղբայրը որտեղ է հայտնվել։ Вот почему сатана использует принцип, настав юношу в начале пути, он не свернет, когда и состарится. Ահա թե ինչու սատանան էլ այդ հոգևոր սկզբունքը Это կիրառում է, притчи 22 глава, 6 стих. որ երիտասարդին կրթիր իր ճանապարհի սկզբին, որպեսզի իր ճանապարհից չշեղվի, Առակաց 22-րդ գլուխ 6-րդ И, խոսք։ конечно, сатана, он поставил уже на эти рельсы ровные и говорит, иди и не оборачивайся никуда. Եվ ելք է սատանան էլ օգտագործեց այդ սկզբունքը, դրեց մի ճանապարհի վրա եւ ասաց գնա ու ոչ մի կողմ չշեղվես։ Я еще хочу вспомнить, что Яков Григорьевич сказал, что нам не только надо верить, но и страдать за него. Եվ հիշում եմ, որ այդ մարդը Յակով Գրիգորիչը ասում էր, որ մենք ոչ միայն պիտի ապրենք, այլ նաև պիտի չարչարվենք նրա համար։ Я думаю, смотри, он как говорит правильно, говорит, так мы тоже страдаем за вот то, что мы верим. Ես էլ մտածեցի, բայց մենք էլ ենք հիմա այստեղ հալածվում նրա Դա համար, правда։ ինչին հավատում ենք։ Значит, я свои годы до жизни должен куда-то отдавать. Ուրեմն ես էլ իմ կյանքում ինչ որ միտեղ պիտի ինչ որ բան տամ։ У кого-то ворует кошелек с деньгами, я ворую свою жизнь. Ինչ որ մեկի դրամապանակն են գրպանից գողանում փողով, իսկ ես իմ կյանքն եմ վատնում։ Я не понимал, честно сказать, этого. Այդ ժամանակ չէի И հասկանում։ когда меня очередной раз посадили, последний раз, Եվ երբ հերթական անգամ ինձ բանտ նստեցին, վերջին անգամ,
Я на суде говорил больше часа. Ես դատարանում 1 ժամից ավել խոսեցի։ Я сказал, что я продукт вашей системы, а вы меня сейчас откидываете куда-то. Ես ասացի, որ ես ձեր համակարգի ստեղծածն եմ, կերտածն եմ, եւ դուք ինձ հիմա դուրս եք շպրտում համակարգից։ И мне сказали, что ты признан особо опасным рецидивистом. Եվ դու նրանք ասացին, որ ես հիմա արդեն վտանգավոր հանցագործների ցուցակում եմ։ Я говорю, я это слышал, уже термин, мне врачи сказали, что у вас рецидив, я все время болею пневмонией. Եվ ես լսել էի, բժիշկներն էին ինձ ասել, որ ես ունեմ այդ պնևմանիան։ Нет, говорит, Токабор. это юридический термин, слово. Եվ այդ բառը դա իրավաբանական տերմին էր։ Меня посадили в город глубоко, это в Беларуси, Витебская область. Եվ դա Բելարուսիայի մի հատվածում էր, որտեղ ինձ նստեցրել էին վերջին անգամ։ И в этом монастыре бывшем были кельи, ну как камеры уже сделал, камеры для особых рецидивистов. Դա մենաստան էր իրականում, որը սարքել էին բանտախցեր եւ ինքը վերածվել էր արդեն бандի։ Я пришел, я многих узнал там, некоторых узнал, много Երբ кого. որ ես եկա այնտեղ, ոմանց նույնիսկ ճանաչեցի, հիշեցի։ И вот, но я не видел этих людей, которые просидели больше, чем 50 лет, они там были. Ես տեսա մարդիկ, ովքեր 50 տարուց ավել նստած էին արդեն։ Их называли глухари, ну не знаю, как перевести это. То есть никогда не выйдет, то есть глухарь. Այսինքն անհույսներ, որ արդեն երբեք դուրս չեն գա։ Один говорит, я сижу 54 года уже. Ինչ որ մեկն ասեց, ես արդեն 54 տարի եմ նստած եմ։ Этот 51, тот Մյուսը 48. 51, мյուսը 48, Вы знаете, туберкулез был у всех почти. եւ բոլորը տուբերկուլյոզով հիվանդ էին։ И все болезни, которые там есть еще. Եվ всё այն есть. բոլոր հիվանդությունները, որ դրանք կարող են հաջորդել, բոլորը ունեին։ В медицинских справочниках таких болезней нету, которые находили там. Բժշկական իրականում պրակտիկայում թղթերում այդպիսի հիվանդություններ անգամ չկային, ինչ որ այնտեղ նրանք ունեին։ Потому что сами заключенные делали себе мастырки, ну это что-нибудь загоняют в кровь туда или еще что-то, чтобы заболеть и чтобы куда-нибудь отвезли на больницу. Որովհետև բանտարկյալները իրականում իրենց էին արյան մեջ ինչ որ բան սրսկում, որպեսզի հիվանդանան եւ տեղափոխվեն մեկ այլ հիվանդանոց գոնե, այլ ոչ թե մնան այդ ճամբարներում։ И вы знаете, это болезнь. Я вчера говорил, что я завтра буду говорить, вы видели воскресшего человека? Երեք ես ասացի Երևանում, դուք տեսել եք իրական մարդ, որ մահացելու հարություն է առել։ Вот сейчас слушайте. Այ հիմա կտեսնեք։ И все эти болезни, что можно, там меня как чемодан упаковалось полностью, все. Եվ այդ ամբողջ հիվանդությունների այդ փունջը կարելի է ասել, ես կարծես մի ճամպրուկի նման լինեի, որ այդ հիվանդությունները իմ ներսում կար։ Однажды ночью я просыпаюсь, потому что я не могу дышать, мне больно очень. Ես մի անգամ գիշերը արթնացա, որ ուղղակի չեմ կարողանում շնչել։ Кроме того, что был туберкулез, признали плеврит, прогрессирующий в особо тяжелой форме. Ոչ միայն տուբերկուլյոզով էի հիվանդ, այլև ախտորոշել էին նաև լիվրիտ եւ արագ զարգացող ծանր վիճակում Я արդեն։ дышал вот 2 сантиметра. Եվ ես 2 այսպես սանտիմետր կարողանում էի Дальше нельзя շնչել, было, больно было. այլևս չէի կարողանում օդը ներս տանել, որովհետեւ Я не ցավում спал էր։ эту ночь, вторую, 5 ночей я вообще не спал уже. 5 գիշեր ես չկարողացա քնել։ Дыхание у меня стало 1 сантиметр. Եվ շնչառությունը դարել էր 1 սանտիմետր, դրանից ավել չէի կարողում թոքերս։ Какие-то начались галлюцинации. Սկսեցին արդեն պատրանքներ, հալյուցինացիաներ։ Давай стучать, и у нас тюремный режим был, и завели в санчасть. Մեզ ուղակի տարան բուժկենտրոն, բուժկետ բանտային։ Начальник этой санчасти, он опытный врач, очень сильный, капитан. Եվ ղեկավարը այնտեղ նա հենց ինքը բժիշկ էր, Он կապիտան։ сказал, уже поздно, он умрет. Եվ նա ասեց, արդեն ժամանակ, արդեն շատ ուշ է, նա կմեռնի։ И вот этот зэк, ну, по-другому, ну так, санитар будем говорить, санитар, он сказал, когда он умрет, позвонишь, и меня вынесут. Եվ այդ սանիտարին ասած, երբ որ կանչես, զանգարես, կգան եւ կտանեն արդեն։ И в этой книжке пишет, моей медицинской, Եվ իմ բժշկական այդ քարտում диагноз, и если умру, вскрывать меня уже не надо, все, можно хоронить. գրել էին այնտեղ, որ եթե ես մահանամ, այլևս նույնիսկ հերձել պետք չի, ուղակի տարեք։ Если кто-то болел плевритом, я говорю, самому врагу не пожелаю Եթե даже. ինչ որ մեկը պլիվրիտով հիվանդացել է, ես անգամ տշնամուն չեմ И в этот ցանկանա։ момент у меня дыхание прекращается. Եվ այդ ժամանակ ուղակի շնչառությունը կարծես դադարում է։ Я уже упал Ես արդեն ընկա, и куда-то проваливаюсь. ինչ որ միտեղ ուղակի գցեցի ինձ,
И вот я помню отчетливо, такой как приступ тошноты сильный, бабах, вот так вот. И от меня прорвало все и начало выходить. Եվ ես հիշում եմ, որ այսպեսի մի սրտխառնոց մոտը սկսվեց եւ ամեն բան կարծես դուրս եկավ ուղակի ներսիցս բերանիցս։ И когда все вышло, я сполоснулся, я спал очень долго, сутки, наверное. Եվ երբ ամբողջը դուրս եկավ, ես ուղակի մաքրեցի ինձ եւ կարծես մի 24 ժամ ես ուղակի քնած մնացի։ Он ко мне, этот врач, не подходил. Այդ բժիշկն այլևս ինձ Он думал, չմոտեցավ։ что это, наверное, ну, перед смертью бывают такие. Они Նա знают, как մտածեց, врачи. որ դա уղակի մահվան շեմին է գտնվում մարդը եւ այսպեսի Я хожу уже ցնցումներ 5 дней, я хожу, вот как сейчас здоровый совсем. Եվ ես 5 օր արդեն քայլում եմ այսպես առողջ, հիմա ինչպես ձեր արջև եմ։ И старшая медсестра, Եվ она ավակ քույրը, բուժքույրը, жена начальника зоны лагеря, նա այդ ճամբարի ղեկավարն էր, она меня говорит, идите сюда, больной. նա ասում է եկեք այստեղ։ Достает мою карточку, Իմ բժշկական քարտն է в բացում, которой уже написано, не надо вскрывать, все. եւ որտեղ գրված է, որ նույնիսկ հերձել էլ պետք չի, բացել Она պետք говорит, չի։ больной, что у вас болит? Եվ հարցնում է, սիրելի հիվանդ, ձեր մոտ ի՞նչն է ցավում։ А я говорю, ну тут так написано, там Ես ասացի, читайте. դե այստեղ գրված է, կարդացեք այդ քարտում։ Она говорит, люди с таким диагнозом так не ходят. Նա ասում է, որ այսպիսի ախտորոշումով մարդիկ այսպես չեն քայլում։ Мы вас выписываем. Մենք ձեզ դուրս ենք գրում։ Аллилуйя. Հալելույա։ Знаете, Հալելույա։ я тогда не уверовал. Ես еще. այն ժամանակ չէի հավատում դեռ, Я не հավատացյալ знал. չէի, ես Чего? չգիտեի, Но когда я уже 38 лет с Богом, բայց ես արդեն 38 տարի է Տիրոջ հետ եմ։ я когда женился, Երբ որ ես ամուսնացա, это тоже интересно. Может, в следующий раз когда-нибудь. Это դա էլ вообще հետաքրքիր будете- պատմություն է, բայց մի ուրիշ անգամ Вот, կպատմեմ։ да, у меня никого не было, я как воин ничем не был не связан. Ես ոչ մեկ չունեի եւ կարծես այսպես ազատության մեջ И էի։ я Богу как-то сказал, Бог, Եվ ես Աստծուն մի անգամ ասացի. как я стал вообще верующим, как я сюда пришел, вообще вот как я среди народа Божьего сейчас. Ես ասացի Աստծուն, ինչպես ես հայտնվեցի Աստծո Я об մարդկանց этом մեջ։ забыл. Но прошло несколько времени. Я об этом Անցավ մի забыл. որոշ ժամանակ այդ հարցից հետո։ И однажды ночью я просыпаюсь. Եւ մի անգամ гիշերը արթնացա, И вот я думаю, у вас такое тоже бывает мнение. То спишь, то не спишь, непонятно. մտածում եմ ձեզ մոտ երբևիցե եղել է, որ կամ քնած ես, քնած չես, Я չես հասկանում։ смотрю и думаю, смотрю, какой-то, кто-то молится вроде бы, но лица не вижу его. Ես նայում եմ, տեսնում եմ ինչ որ մեկ է, այդտեղ աղոթում է, բայց դեմքը չեմ տեսնում։ И мне идет вразумление. Եվ իմ մոտ կարծես այսպես լուսավորում է լինում։ Это верующий человек. Դա հավատացյալ մարդ է։ Ты украл у него кошелек. Դու նրա դրամապանակն է իր գողացել։ Он тебя не проклял. Նա քեզ չանիծեց, Он тебя благословил. նա օրհնում էր քեզ։ И вы знаете, что на меня было еще нагадано тогда, раньше, что я умру на картах. Եվ այդ գուշակը ինձ այն ժամանակ ուղակի կանխագուշակել էր, որ ես պիտի մեռնեմ։ Мне говорит, я боюсь говорить даже, но на тебя идет такое, говорит, что ты должен умереть. Եվ գուշակը ասում էր նույնիսկ վախենում եմ ասեմ, բայց այնպիսի բան кա, որ դու պետք է ուղակի Я вам մահանաս։ хочу сказать, день смерти, который должен был в этот день состояться для меня. Ես ուզում եմ ասել, որ մահվան այն օրը, որ պետք է ինձ համար տեղի ունենար, Бог это знает все. Աստված գիտի այդ ամենը։ Он посылает праведника. Նա ուղարկում է արդարին։ Я потом думал, что, может быть, даже на моем транспорте в том, или на базаре где-то. Он Yes. праведник. Я у него украл кошелек. Ես մտածում եմ գուցե դա տրանսպորտում էր կամ տոնավաճառում էր, որ ես գողացա նրա դրամապանակը։ Ну, может, я ошибаюсь, но я имею право так рассуждать. Ես գուցե սխալվում եմ, բայց իրավունք եմ ինձ վերապահում այդպես դատել, Чтобы этот праведник որ այդ արդարը, понял, что что-то потерял, այդ արդարը հասկացա, որ ինչ որ բան не կորցրել է։ зная его, Չիմանալով նրան, но зная Иисуса, բայց իմանալով Հիսուսին, который сказал, որ նա ասել է. молитесь за тех Աղոթեք, и за тех, и кто плохо вам делает. ովքեր որ ձեզ չարիք է անում ձեր ճշտամիների համար, Много может усиленная молитва праведника. արդարի ջերմերան աղոթքը շատ բան կարող է аնել։ И эта молитва была достигнута. Եվ այդ աղոթքը իր Я նպատակակետին готов был հասավ։ целовать ноги ему тогда. И я не увидел лица, и ушло все. Ես նրա դեմքը չտեսա, ուղղակի անհայտացավ այդ Дорогие այդ мои, երազը։ если когда-то у вас что-то пропало, пожалуйста, молитесь за них. Եթե ինչ որ մեկը ձեզանից ինչ որ բան խլել է, ինչ По որ բան вашим կորցրել եք, молитвам աղոթեք նրանց они համար։ будут свидетельствовать по всему миру. Եվ ձեր աղոթքի պատճառով նրանք ամբողջ աշխարհում И он կվկայեն, станет тебе братом, եւ նա քեզ եղբայր կամ քույր կդառնա։ а может быть и мужем. Միգուցե ամուսինդ կդառնա։ И когда мы поженились с моей женой Верочкой, Ефор- Авраам был муж Сары, я муж Веры.
Աբրահամն այն ժամանակ Սարայի ամուսինն էր, ես Վերայի ամուսինը դարձա։ Ռուսերենով ուղղակի լավ է հնչում այդ բառախաղը։ Вот. И моя мама, я ее назвал сразу мама, теща. Вот. Она говорит, Ես իմ ну почему զոքանչին вот միանգամից մամա էի ասում։ моей дочке вот такой попался вот муж. Ասում եմ, հա տես իմ աղջկան այսպիսի ամուսին է բաժին А ընկել։ потом она говорит, ты мой самый любимый зять. Իսկ հետո նա ասում է դու իմ ամենասիրելի փեսան ես։ По секрету, братья, это надо достигать этого звания. Եղբայրներ գաղտնիք ասեմ դուք այդ կոչումին պետք է արժանանաք, պետք է Ну, հասնեք։ просто один эпизод скажу. Мы идем с ней в метро, спускаемся, я у нее бывает кошелек вытащу, выложу и к себе там. Ես մի պատմություն պատմեմ, նրա հետ ուղակի մետրոյում գնում ենք, այդ դրամապանակը ուղակի հանեցի, А я смотрю, она уже ищет. եւ նա սկսում է ման գալ։ Ես կատակով Я говорю, ուղակի Верочка, հանեցի։ ну поехали уже, давай. Ես всё. ասում եմ գնացինք, Վերա, Она դե говорит, ինչ ես кошелек սպաս։ украли. Ասի իմ դրամապանակն են Я գողացել։ говорю, правда, да, no, не украин, вот, на, все. Ասեմ, չէ, չեն գողացել, էսա խնդրեմ։ Больше не буду, прости меня. Ну, я не украл, я у своей жены, Ես իհարկե я ж могу չգողացա, взять, ես правда? ուղղակի У жены-то имею право. վերցրեցի։ Ну, всё. Я же не украл, но, Ես չեմ գողացել։ да, это надо не путать. И Սա չպետք է поэтому շփոթել։ я благодарю Бога, что вот я бы мог бы эту песню спеть, если как Бог изменил меня. Это первый альбом, первая песня. Ես կցանկանայի այդ երգը երգել, թե ինչպես Աստված ինձ Как Бог փոխեց։ поменял меня через этого, по молитве этого человека. Թե ինչպես Աստված այդ մարդու աղոթքի միջոցով Дедушка փոխեց։ взят просто для рифмы. Это не у дедушки произошло. Я у старых людей не брал деньги. У старых людей я не... Ես տարեց մարդկանցից չէի գողանում, գումար չէի վերցնում։ Вот. Да. Мне так подсказывали, говорят, это твой отец, у отца не бери лучше. Նրան ասում էին, որ սա քո հայրն է պատկերացրու, дրա համար չէի գողանում տարեց։ Первый альбом, первый. Առաջին ալբոմը։ Да, включай. Ну так что пока еще есть. Аллилуйя, за праведника. А вот карманнику жилось вроде неплохо на земле. Он пил, гулял и добывал лихой хлеб. И часто все сходило с рук, а если нет, то и в тюрьме. Друзья, игра, и все свои проблемы нет. И мир блатной его ценил, карманник денежки любил. Он был как все, но вот однажды в месяц май, когда резину он катал, у граждан денежки ломал, какой-то дедушка зашел тогда в трамвай, такой простой, невыходной, ну а в глазах какой-то свет. И может быть он шел домой, а может быть и нет. И вот карманник по привычке снял у деда кошелек, видать последние какие-то рубли. Дедуля вышел, оглянулся, посмотрел и понял все, но не проклял, сказал Господь благослови. Держал карманник кошелек, а он так руки ему жег. Как много стоит стариковская слеза. Он слышал голос: Бог прости и душу грешную спаси. И где б ни шел он, где смотрел ему в глаза. Такой простой, невыходной, но а в глазах какой-то свет. И может быть он шел домой, а может быть и нет. Вот так вот Бог наши маршруты меняет на 180 градусов. Сын мой, ты не пойдешь больше сидеть в тюрьму, но пойдешь и расскажешь. Это мое десятиградие. Помните, как он пошел и стал проповедовать? И жизнь вся стала поперек, и вор с друзьями быть не мог. Вино, наркотики боль не могли унять.
Он в эти дни не воровал, да он бы деньги всем отдал. Ну кто старик тут, да и где его искать? Вор переулки обходил и мимо церкви проходил. Но может Бог, подумал он, мой снимет груз. И со слезами на глазах карманник каялся в грехах. И в это время в жизнь его пошел Иисус. Такой святой, такой простой, ну а в глазах, аллилуйя, любовь ко всем. И тот, кто был карманный вор, вдруг стал другим совсем. Тот день по улице прямой шел человек немолодой, спасенный грешник мир по новой открывал. И вся душа была чиста, и грела грудь любовь Христа, и Он дарил улыбки всем, кого встречал. Такой простой, невыходной, ну а в глазах небесный свет. И, может быть, он шел домой, а может быть и нет. Такой простой, невыходной, ну а в глазах небесный свет. А может быть, он шел домой, а может город, что возле Еревана есть. Абовян, да? Абовян, да? Вот сюда шел, аллилуйя. Знаю, Господи, маршруты Бог меняет наши. Аминь. И поэтому я благодарю Бога. Пусть Бог вас всех благословит. Շնորհակալ եմ Աստծուն, թող Տերը օրհնի ձեզանից ամեն մեկին։ Да, давайте я еще одно свидетельство расскажу. Թույլ տվեք եւս մի վկայություն պատմեմ։ Я всегда очень отношусь к тем людям, которые больные. Ես շատ յուրահատուկ վերաբերմունք ունեմ այն մարդկանց նկատմամբ, ովքեր հիվանդ են։ Я знаю, что там оказаться быстро можно. Ես հասկանում եմ, որ այնտեղ հայտնվելը շատ հեշտ է։ Но, говорит, оставаться здесь надо для кого-то. Правда еще? Բայց այստեղ մնալու համար դա անհրաժեշտ է ուրիշներին։ Заканчивается у нас в лагере служение. Մի այդպես բանտային ճամբարում մեր ծառայությունը ավարտվում էր։ Пока я говорю, первый альбом в этом же 9-й включите. Առաջին ալբոմի 9-րդ երգը հետագայի համար։ И, значит, и подходит ко мне один из санитаров, заключенный. Он санитаром работает там в тюрьме, Ուժակներից մեկը ուղակի մոտենում է ինձ բանտային։ Он говорит: Геннадий, я в реанимации работаю, помогаю там, ну. Նա ասում է Գենադի, ես վերակենդանացման բաժանմունքում եմ աշխատում։ Там привезли 21 год парня, говорит, зэка, разрезали, у него метастазы там все было. Եվ բերեցին մի 21 տարեկան բանտարկյալ տղայի երիտասարդ եւ երբ դիահերձեցին ամբողջ այդ մետաստազները Ну, տարածվեցին։ вызвали специалиста там кого-то. Կանչեցին մասնագետին, Он говорит: все, зашивайте, он умрет. ասեցին ուղակի կարեք, արդեն մահանում է։ Начальник больницы, полковник, Եվ ղեկավարը այդ գնդապետը հիվանդանոցի он смотрит на этого Александра, նայում է այդ Ալեքսանդրին, говорит: слушай, ты ходишь туда к богомолам этим, ну как они? ասում է դե այդ հավատացյալների մոտ Может գնում ваш ես։ Бог вот это исцелить? Կարող է ձեր Աստված սա բուժել։ Ты знаешь, сколько такая операция стоит в Америке? Գիտեք, այսպեսի վիրահատությունը Ամերիկայում ինչքան արժե։ $500,000. $500,000։ А это правда. Եվ դա ճիշտ է։ А если еще все поменять, Իսկ եթե ամեն օրգանը փոխել, там արյունը, рот не выговорит, какая цена. արդեն ուղակի բերանը չի բացի, որ ասեմ թե ինչ գին է։ А он заулыбался этот, говорит: зашейте, он умрет. Все. Իսկ այսինքն ոչ թե դիահերձել, այլ ուղակի բացեցին, որպեսի տեսնեն։ И он Ասես դե լավ говорит: կարեք, էլ հույս չկա։ Геннадий, что делать? Եվ ասում էր Գենադի, ինչ պետք է անենք։ Ну, если Голиаф вышел, Голиаф, который пугал 40 дней уже Израиля, Եթե Գողիաթը ապրեց, որ վախեցնում էր ամբողջ Իսրայել ժողովրդին։ он за 40 дней уже понял, что он тут самый главный, козырный. 40 օրվա մեջ արդեն հասկացավ, որ նա ամենակարևորն է, гլխավորն է Но այդտեղ։ приходит Давид. Բայց գալիս է Դավիթը։ Тут есть Давиды, нет? Կա այստեղ Դավիթ։ Есть? Կան Դավիթներ Аллилуйя, այստեղ։ слава Богу. Կան, Փառք Աստծո։ Вот.
И то, что Саул ему дал, оружие это не нужно. Եվ այն զենքն էլ, որ Սավուղը տվեց, նրան դա պետք չէր։ У него только было это. Նրա մոտ այդ պարսատիկն էր։ Я говорю, Саул вышел, мы будем сейчас молиться. Եվ ես ասացի, եկեք հիմա միասին աղոթք անենք։ Если он по возрасту тебе как сын, молись как за сына. Եթե նա քեզ որդի է գալիս տարիքով, ապա աղոթիր ինչպես որդուդ համար։ Если как брат, как за брата. Եթե գալիս է քեզ որպես եղբայր, ապա աղոթիր եղբոր նման։ И вот мы все братья, которые там уверовали, зэки, Եվ այն заключенные, բոլոր բանտարկյալ եղբայրները, ովքեր հավատացել էին Տիրոջը, мы молились. մենք սկսեցինք աղոթել։ А остальное вы услышите в песне. Իսկ մնացածը կլսեք երգի մեջ։ Хорошо? А потом, если что, значит, Роман добавит потом. Եթե ինչ որ բան լինի, Ռոման հետո կավելացնի։ Включайте, пожалуйста. Чуть-чуть больше, чуть-чуть звука. Розовело небо на рассвете, как бездомный пес бежала ночь. Умирал парнишка в зоне в лазарете, и никто не мог ему помочь. Умирал парнишка юный в зоне в лазарете, и никто не мог ему помочь. Он всю жизнь мечтал о теплом море, где белый парус солнца над кормой. В карцере промерзлом, вдалеке от воли, выпал ему жребий роковой. В карцере промерзлом, вдалеке от дома, выпал ему жребий роковой. А в тот час, склонясь, молились Богу, кто в неволе истину познал, те, кому вменилось и простилось много, за таких Сын Божий умирал. За парнишку в лазарете так молились Богу те, кого Бог церковью назвал. Боже добрый, Ты спасаешь грешных. Ты помилуй парня, исцели. Луч простой молитвы в этой тьме кромешной преклонил взгляд Божий до земли. Луч простой молитвы в злобной тьме кромешной преклонил взгляд Божий до земли. В лазарете часто умирают, для страдальцев скорый путь домой. Над больным молились, руки возлагая, трое осужденных за разбой. А за их плечами ангелы стояли, и незримо веял Дух Святой. Что молиться, он уже покойник. Да и вы зря рядитесь в святых. Опер тут
смеялся, да он же уголовник. Бог ваш и не слышит про таких. Над молитвами смеялся подполковник, мял в руках забавный детектив Рэмбо. Утро наступило так внезапно, и парнишка вдруг открыл глаза, прошептал: «О Боже, я пришел обратно, но я видел небо и Христа». Он сказал: «Я видел, есть ведь там ребята, город золотой, а небеса». Жив парнишка, он увидит море, много в жизни сможет увидать. Отчего не знаем, утром умер опер, книжку не успел он дочитать. Мудрый подполковник отчего-то умер. Богу в небе лучше это знать. Души не спасают детективы. Не читайте их, Библию читайте. Ни звания, ни деньги, ни почет. Есть для вашей жизни разные мотивы, но лишь прощенный город в небе ждет. Ты можешь быть красивым и даже несудимым, но лишь прощенных город в небе ждет. И я сразу говорю братьям заключенным, говорю: вы, чтобы сюда попасть, надо что-то было сделать. Ես միշտ այն եղբայրներին, ովքեր բանտարկյալ են եղել, ասում եմ, այստեղ հայտնվելու համար ինչ-որ բան պետք է արվի։ А чтобы попасть туда, тоже что-то надо сделать. Բայց այնտեղ հայտնվելու համար նույնպես ինչ-որ բան պետք է Попросить արվի։ прощения. Խնդրել ներում։ И вот этот резонанс, он такой был сильный в зоне. Եվ այդ ռեզոնանսը ուղղակի այդ բանտային խցում շատ ուժեղ էր։ Бог, спасая одного, начинает спасать и других, правда? Աստված փրկում է մեկին եւ հետո սկսում է փրկել И там մյուսներին։ был такой майор, один злой такой, все время, не пускал на богослужение заключенных. Եվ այսպես մի մայոր կար զայրացած բարկացկոտ մեկը, որ թույլ չէր տալիս, որ Когда мы այդտեղ приходили, ծառայություն անեինք։ сразу бежали, ну, нас знали за их, и вся зона бежит. А он говорит: все, уйдите, говорит, не пускал многих. Երբ որ մենք գալիս էինք, այդ մայոր ուղղակի արգելում էր բանտարկյալներին, որ մոտենային մեզ։ И когда вот это произошло, Եվ երբ դա տեղի ունեցավ, он, там покаялся один авторитет очень большой в այդպիսի зоне. մի քրեական հեղինակություն են տեղ Он этого, ապաշխարեց։ подозвал этого Мишу Եվ կանչեց այդ в Միշային кабинет իր սենյակ, и говорит: это что, правда такое произошло там у եւ նա вас? հարցնում է, դա ճիշտ է, որ այդպիսի бан է տեղի ունեցել ձեզ мот։ Он говорит: ну вы же можете поговорить там и там, вы же офицер, вы Նա можете... ասում է, դուք սպա եք, դուք կարող եք հարց ու փորձ аնել, խոսել նրանց հետ։ Это нас, заключенных, туда не пускают, потому что там отдельно, потому что там с разных лагерей зоны, там туда нельзя было Մեզ заходить. այնտեղ չէին թույլ տալիս մտնել, դա տարբեր ճամբարներից էին այդտեղ մարդիկ հավաքվում, И вы առանձին знаете, ինչ что որ он տեղ։ слышит, да, и потом у него слезы пошли у этого майора. Նա լսում է այդ պատմությունը եւ հետո արցունքները հոսում են աչքերով։ Он говорит: а Бог ваш может исцелить мою дочь? Եվ այդ մայորը հարցնում է, իսկ ձեր Աստվածը կարող է իմ աղջկան բժշկել։ У начальника синагоги была, у Иаира была дочь, 12 лет. Հիշում եք այդ ժողովարանի պետին իշխանին, որ Հայրոսին, որ աղջիկը հիվանդ էր։ Он пришел к Иисусу. Եվ Он եկավ пришел հայրը к Հիսուսի Иисусу, մոտ։ да, и он говорит, Миша говорит: мы будем молиться за это. Եվ այդ Конечно, Միշան ասեց, исцелит. կաղոթենք ձեր աղջկա համար։ Мы объявили по всем, где могли.
Հայտարարեցինք որտեղ որ կարող էինք դրա մասին։ Господи, измени сердце этого человека, исцели его дочь. Աստված փոխիր այս մարդու սիրտը եւ բժշկիր нրա աղջկան։ Я скажу так, мы не видели эту дочь никогда. Մենք այդ աղջկան այդպես էլ Но Бог չտեսանք, ответил, Бог исцелил. բայց Աստված бժշկեց այդ И աղջկան։ он стал всех пускать и стал сам ходить на служение. Եվ նա ինքը այդ մայորը սկսեց գալ ծառայություններին եւ բոլորին թույլ էր տալիս արդեն որ գային։ Да, а второе, вот этот начальник, полковник, который говорил Александру, Եվ երկրորդ այդ գնդապետը, ով խոսում էր Ալեքսանդրի մասին, когда он пришел, у того уже маски нету, и разговаривает этот եւ заключенный. եկավ ու տեսավ, որ արդեն դիմակ չունի այդ Ալեքսանդրը եւ խոսում է բանտարկյալների Так հետ։ этот полковник, что вы с ним сделали? Եվ ասում է այդ գնդապետը, այդ ինչ արեցիք նրա հետ։ А этот Сашка недавно к нам, он его как начал трясти вот так вот. Եվ այդ Ալեքսանդրը, որ մեզ մոտ նոր էր եկել, սկսեց դողացնել վախից։ Он говорит, это там со свободы братья приходят. Եվ նա ասում է այնտեղ դրսից ազատությունից են եղբայրներ եկալիս Какие այստեղ։ братья? Ինչ եղբայրներ Ну, արցնում է։ мне, Гена, иди туда. Ես ասում եմ դե գնացի գնա այնտեղ։ Ну что, я взял Библию, Ես վերցրեցի мне дали Աստվածաշունչս, разрешение, я прихожу к этому полковнику, начальнику ինձ больницы. թույլտվություն այդպեսի չկար, բայց ես եկա այդ Ну, գնդապետի чтобы մոտ, не обмануть, вот стол, наверное, вот такой вот, метров 10 длины у него, такой в որպեսզի սուտ кабинете. չխոսեմ, նրա սեղանը այսպես 10 մետր էր երկարությունը այդ Я սեղանը։ пришел, поздоровался, здравствуйте. Եկա ողջունեցի, բարևեցի, Он поздоровался со мной и молчит. նա էլ ինձ ողջունեց ու լուռ է մնում։ Я молчу, думаю, сколько можно молчать. Ես էլ եմ лուր եւ մտածում եմ դեռ ինչքան պիտի լուր Я մնամ։ тогда, о, вы напоминающие о Господе, не умолкайте. Եվ որ ասում է որ Աստծո մասին մի երբ հիշում եք, ովքեր հիշում են Աստծո մասին, չպետք է լռեք։ Я говорю, скажите, у вас есть все достижения науки и техники. Ես ասում եմ, գիտեք, դուք գիտության, տեխնիկայի մեջ բոլոր ձեռքբերումները ունեք։ У вас есть инструкции. Դուք ունեք ուղեցույցներ։ Вы применили все Դուք ամեն բան կիրառել եք։ и сказали, что он умрет. Եվ ասել էիք, որ նա կմահանա։ Я говорю, у нас тоже тут есть инструкция. Ես ասացի, մենք էլ էստեղ ձեռնարկ ունենք, уղեցույց ունենք։ Эту инструкцию сказал Иисус, как надо ей Այս пользоваться. ուղեցույցը մեզ տվել է Հիսուսը, թե ինչպես кирառենք, օգտագործենք։ Можете, Марка там есть 16 глава, последняя глава. Մարկոսի Уверовавшие будут 16-րդ сопровождать знамения. գլուխը, որտեղ ասում է, որ հավատացողներին հրաշքները կհետևեն։ И там есть одно. Եվ կա մեկ բան այնտեղ։ Возложат руки на больных, и они Ձեռքերը будут կդնեն здоровы. հիվանդների վրա եւ նրանք կառողջանան։ Мы ничего больше не делали. Մենք ոչ մի ավել բան չենք արել։ Ну там, где сказали, что он умрет, Бог говорит, продолжение следует. Բայց Продолжается այնտեղ жизнь. որտեղ ասացին, որ նա կմահանա, Աստված ասում է, որ դա շարունակելի է, դեռ Все կշարունակի։ вопросы, пожалуйста, к нему, что Ամբողջ произошло. հարցերը խնդրում եմ Աստծուն։ Тот, который смеялся, говорит, вы что, его отпевать пришли? Пришлось отпевать другого. Отпевать, ну как это? Մահվան երկ, եկել եք հոգեհանգստի երգը երգեք։ Հիմա Աստված մեկ ուրիշի համար է այդ հոգեհանգիստը կարծես սահմանը։ Он говорит, а вы бы могли практиковать такую в наших операциях? Եվ ասում է դու կարող եք մեր վիրահատությունների ժամանակ դա կիրառել, այս ձեր մեթոդը։ Я говорю, нас туда никто не пускает. Ես ասի մեզ այնտեղ ոչ մեկ չի թողնում։ Он говорит, а я постараюсь сделать. Նա ասաց ես կփորձեմ ամեն բան անեմ, որ դուք մուտք ունենաք Знаете, այնտեղ։ его чуть не выгнали, этого Նրան полковника. գրեթե հերացնում էին Говорит, աշխատանքից։ если было бы раньше, мы бы тебя сюда посадили бы тоже. Եթե առաջ լիներ, տարիներ առաջ նրան նույնիսկ բանտ կնստեցնեին Этот դրա человек համար։ вырос в духе коммунизма. Այդ մարդը կոմունիստական ոգով էր И он մեծացել։ начал, там, где генералы совещания идут. Եվ նա սկսել էր այնտեղից, որտեղ գեներալներն էին И этот խորհրդակցության человек գնում։ стал говорить о неестественных, о сверхъестественных вещах, которые Եվ նա произошли. սկսեց պատմել ոչ թե բնական, այլ գերբնական բաների մասին, որոնք տեղի Потому են что он ունենում։ сам был свидетелем этого. Որովհետև նա ինքը վկա էր եղել այդ ամենին։ Говорит, можно ли, чтобы вот к нам христиане, верующие, приходили молиться в операцию? Եվ հարցնում է, որ կարող են մեզ մոտ վիրահատարանում քրիստոնյաները գան աղոթելու համար։ Ему как дали там, говорит, ты что, говорит, это самое. Եվ նրանք կարծես այնպեսի մի ապտակ տվեցին։ Нам жалко, конечно, его стало. Ну, он сам себя... Դե ինքն էր իրեն կարծես Но թե главное, վտանգի что ենթարկել։ об этом узнали. Բայց գլխավորը որ դրա մասին իմացա։